Սկզբնական շրջանում քայլակին շատ դժվար եմ հարմարվել, ճիշտ ասած ամաչում էի։ Հետո արդեն հասկացա, որ քայլակը ինձ հնարավորություն է տալիս ինքնուրույն լինելու։ Արդեն 5 տարի ոչ մի քայլ առանց քայլակի, հաճախ նաև սայլակով։ 33 տարեկան էր Էլինան, երբ կյանքը գլխի վայր շուռ եկավ։ Սկսվեց շատ հանկարծակի, իմ համար շատ անսպասելի, ուղղակի աջ կողմս լրիվ թուլացա, ու ես երկար ժամանակ տարբեր բժիշկների եմ դիմել, մինչև որ բժիշկներից մեկը ինձ ուղարկեց գլխուղեղի MRT-ի։ Ու հաստատվեց ախտորոշում, որի մասին Էլինան նույնիսկ լսած չկար՝ ցրված սկլերոզ։ Ցրված սկլերոզը հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություն է, աուտոիմուն բնույթի, որը որ ցավոք սրտի քրոնիկ է։ Այդ ժամանակ Էլինայի մոտ դեռ հայտ չէին եկել լուրջ ախտանիշներ, միայն մեկ ոտքի թուլություն էր զգում, այն էլ շատ թեթև։ Երբ որ ես կարդում էի հետևանքների, հիվանդության մասին եւ հետևանքների մասին, ես ընկա դեպրեսիայի մեջ։ Իմ մոտ նենց տպավորություն էր, որ եւ ամբողջ Հայաստանում մենակ ես ունեմ այդ հիվանդությունը։ Բժիշկը զգուշացրել էր հիվանդության հավանական խորացման մասին, հաշմանդամությունը կանխելու համար առաջարկել դեղորայքային թանկարժեք բուժում, տարեկան 5 միլիոն 400 հազար դրամ։ Անճար է այդ ժամանակ, ես չգիտեի, պարզա, որ ես չեմ կարող այդ տեղը ձեռք բերեմ, թողել էի ամեն ինչը Աստծո հույսին, ինչ մնում լինի։ Եղավ այն, որ 5 տարում ոտքի թեթև թուլությունից հասավ երկրորդ կարգի հաշմանդամության։ Այն դեղերը, որոնք նախկինում, իսկ դրանք կան եւ եղել են վերջին տասնամյակներին, որոնք թանկ են եղել, մարդիկ շատ հաճախ չեն կարողացել իրենց թույլ տալ այդ դեղերը գնել, ցավոք սրտի 2024 թվականի արդեն երկրորդ կեսից առողջապահության նախարարությունը սկսեց տրամադրել ցրված սկլերոզ ախտորոշման պացիենտներին 4 անվանում դեղեր։ Այս դեղերը նախատեսված են հիվանդության 4 փուլերի համար եւ բոլոր փուլերը, որ պացիենտի մոտ կարող են լինել, պետությունը վերցրել է իր վրա եւ ամբողջապես ծածկում է այս պացիենտների կարիքները։ Եվ դրա շնորհիվ իհարկե պացիենտները, ովքեր չունեն այդ հնարավորությունը, կարողանում են ձեռք բերել ավելի էֆեկտիվ բուժում, կանխարգելող բուժում, այսինքն վատացումը, հաշմանդամեցումը կանխարգելող բուժում, որը ամենակարևորն է այս դաշտում։ Երբ որ իմացա, որ ընդգրկվեց պետծրագրի մեջ ցրված սկլերոզը եւ այսուհետ ցրված սկլերոզի դեղորայքը տրվելու է պետության կողմից անվճար, ես շատ ուրախացա, իհարկե ուրախացա բոլոր այն մարդկանց համար, ու մոտ նոր է այդ հիվանդությունը սկսվում եւ իրենք կկարողանան ստանալ այդ դեղը եւ չհասնել հաշմանդամության։ 430 պացիենտի, որոնց երբևիցե դեղեր չեն տրամադրվել, այսօր պետությունը տրամադրում է թանկարժեք նորարարական դեղեր ամբողջապես անվճար։ Տրամադրվող 4 տեսակի դեղերից սուրբ փուլի համար հատկացվող դեղի 1 սրվակը 1 միլիոն դրամ է, տարեկան յուրաքանչյուր պացիենտի անհրաժեշտ է 4 սրվակ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։